Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Բարի երեկո, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Կարապետյան, 2 օր առաջ հայտարարեցիք, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցել դաշինքով։ Նախ ուզում եմ հասկանալ, ձևաչափի փոփոխության պատճառը որն է եւ որ ուժերին եք պատրաստում տեսնել ձեր կողքին, ձեր շարքերում։ Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ արդեն իսկ տարիներ շարունակող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականon զարգանալ։ Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում, եւ կարծում եմ, որ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում փոփոխություններ բերելու, որակական նոր փոփոխություններ։ Անընդհատ քննարկումներ կան, նաեւ հայտարարություններ, որ Ուժեղ Հայաստանը պատրաստվում է իր ձայները ընտրություններից հետո տալ այլ քաղաքական ուժի։ Երեք գավառում դուք հայտարարեցիք, նաեւ այսպես ասած գրազ եկաք, որ եթե ձեր ձայնը տակ որևէ այլ ուժի, նաեւ մարդկանց առաջարկեցիք, որ իրենք գրազ գան։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, յուրաքանչյուրը կարող է գրազ գալ Ուժեղ Հայաստանը ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանի նոր առաջնորդություն է պետք։ Չի ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից, ընտրելու է Սամվել Կարապետյանին, նոր առաջնորդություն է պետք, եւ մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ Հայաստանի նոր առաջնորդություն է լինելու, նոր առաջնորդ է լինելու, ով Հայաստանը հանելու է աղքատությունից եւ ապահովելու է երաշխավորված խաղաղություն։ Եթե դուք ասում եք, որ որևէ ուժի ձայն չեք տա, արդյոք այն ուժը կամ ուժերը, որոնց շեշտադրում են իշխանությունը, հնարավոր է, որ հենց այդ ուժերը միանան ձեզ հունիսի 7-ին կամ 7-ից հետո։ Մենք գնում ենք նրան, որ մեր հասարակությունը պետք է որոշի։ Մենք չենք ուզում քննարկել մի բան, որը հասարակության որոշումից դուրս է։ Մեր հասարակությունը պետք է որոշի, կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է։ Երկու մեծ այլընտրանք կա այսօր։ Փաշինյան կամ Կարապետյան։ Որոշենք, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն վիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա։ Եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, վերջապես բերել իրական երաշխավորված խաղաղություն 3 պատերազմ հետո, վերջապես բերել նորմալ տնտեսական ծրագիր շրջանները, մարզերը աղքատությունից հանելու համար, ընտրում ենք Կարապետյանին։ Իշխանությունը այս օրերին անընդհատ հայտարարում են, նաև մեր եթերից են հայտարարել, որ եթե իրենք չլինեն իշխանություն, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա կլինի պատերազմ։ Դուք որպես ընդդիմադիր ուժ այս հայտարարությանը ինչպես եք վերաբերում։ Իշխանությունը 2018 թվականին, ինչքան մենք հիշում ենք, խոսք էր տալի խաղաղություն։ 2021 թվականին բայց բերեց 20 թվականի պատերազմը իր վատ քաղաքականության արդյունքում։ 2021 թվականին խոսք էր տալի խաղաղություն, գերիների վերադարձ, բերեց ջերմուկյան դեպքերը, բերեց Արցախի հայաթափումը, ամեն սեպտեմբեր արյունալի սեպտեմբերն էր բերեց մեր ազգի համար։ Հիմա եւս մեկ անգամ խոսք է տալի խաղաղություն, բայց այս խաղաղությունը խոսք է տալիս առանց երաշխավորի։ Ասում է, որ մենք պետք է Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որտեղ չի լինի երրորդ կողմի երաշխավորություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակ տրիպի ձևաչափով որպես վկա է, ոչ թե երաշխավոր, եւ երկրի վարչապետը ամեն օր ասում է, որ մեզ երաշխավոր պետք չի։ Եթե մեզ երաշխավոր պետք չի, պատկերացնեք, ինչ որ սրացում է սահմանին։ Ադրբեջանական 50 հոգի սահմանը հատում են։ Ով է իրենց դիմավորելու։ Կան միջազգային մեխանիզմներ, չկան, որտեվ չկա երաշխավոր։ Այդ ժամանակ պետք է զորքերը հայկական տեղաշարժվեն։ Իսկ դա էսկալացիա է, դա նոր բախումներ են։ Որպեսզի չլինի նոր բախումներ, մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Երբ ես ասում եմ մի երաշխավոր, խնդրում եմ դիտարկել ոչ թե մեկ երաշխավոր, այլ մեկից ավելի, քանի որ մեկ երաշխավորը Արցախյան վերջի դեպքերից հետո, շատ ավելի տարածաշրջանային մյուս դեպքերից հետո ցույց է տալիս, որ մեկ երաշխավորը հնարավոր է ունենա ուրիշ առաջնահերթություններ եւ մենք կորցնենք, մեր երկիրը կորցնի անվտանգային այդ բարձիկը։ Մեզ պետք է մեկից ավել երաշխավոր, որ այդ երաշխավորների հակադրությունների վրա մենք կարողանանք կառուցել մեր երկրի երկարաժամկետ խաղաղությունը։ Հայտարարությունները թե կարող են իրենց չընտրվելու պարագայում պատերազմ լինել, պարոն Կարապետյան, հասարակության որոշ շրջաններում, հատկապես զինվոր ունեցող ծնողների մոտ տագնապալի մտահոգություններ են առաջացնում։ Դուք որպես ընդդիմադիր ուժ, որը պատրաստվում է գալ խորհրդարան, սահմանադրական մեծամասնություն կազմելու պարագայում, մեզ լսող հեռուստադիտողին, ձեր ընտրողներին,
ինչպես կարող եք երաշխավորել, որ Հայաստանը նոր պատերազմ չի տեսնել։ Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանը ինչ ցանկացել է, այս կառավարությունը արդեն տվել է։ Ադրբեջանը սկզբից ցանկանում էր 5 շրջանը Արցախի շուրջ, ստացավ։ Հետո ցանկանում էր Լաչինն ու Քարվաճառը, ստացավ։ Հետո ցանկացավ ամբողջ Արցախը, ստացավ։ Հետո ցանկացավ Սյունիքի ճանապարհը, ստացավ։ Չկա բան էլ ցանկանալու։ Միակ բանը, ինչու ենք մենք ասում, մեզ պետք է ուժեղ խաղաղություն, ի հակադրություն Փաշինյանի թույլ խաղաղության ծրագրի, որովհետև ուժեղ խաղաղությունը դա խաղաղության ծրագիր է, որտեղ մենք դուռը չենք բացում օտար երկրից եկող եւ այստեղ բնակվող այլազգի տարերի, դուք հասկանում եք, որ ազգի Ադրբեջանը այսօր տանում է նարատիվը, որ Հայաստան պետք է վերադառնան իրենց հայրենակիցները, վերադառնան, բայց դա վերադարձ չէ, դա նոր բնակեցում է, իրենք ուզում են նոր բնակեցում հաստատեն։ Ուժեղ խաղաղությունը փակելու է ճանապարհը։ Թույլ խաղաղությունը դուռ է բացում հետագա նոր բախումների։ Մենք պատկերացնում ենք, չէ՞ որ Ադրբեջանը վերադարձը ուզում է, որպեսզի ազդեցություն ունենա Հայաստանի վրա։ Մեզ պետք է ուժեղ խաղաղություն, քանի որ այս պայդրությամբ ցավոք այս իշխանությունը արդեն ինչ կար, արդեն տվել է Ադրբեջանին։ Էլ բան չկա բանակցելու առումով մենք պետք է միայն գնանք ուժեղ խաղաղության պայմանագրի, գնանք երաշխավորված խաղաղության պայմանագրի, թույլ չտանք դռները մեր երկրի չբացենք այդ ազգի ներկայացուցիչների համար, որ մտնեն մեր երկիր եւ բնակվեն, կարող են գալ որպես տուրիստ գնալ, բայց չբնակվենք, որպեսզի նոր խնդիրներ չլինի, բայց խաղաղությունը այլընտրանք չունի արդեն, ամեն ինչ տրվել է։ Մեզ միայն պետք է երաշխավոր, որպեսզի երկարաժամկետ տեսակետից ունենանք ինչ որ բարձիկներ միջազգային։ Մեկից ավելի երաշխավոր իհարկե։ Բայց ձեզ նաև մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, ասում են պատերազմի դուռը բացող քաղաքական կուսակցություններ, պարոն Կարապետյան։ Տեսեք, 3 պատերազմ բերած իշխանությունը, 3 պատերազմ է բերել այս իշխանությունը։ Ինչպես կարող է ուրիշին ինչ-որ բանի մեջ քննադատել, երբ որ իրենք 3 պատերազմ են բերել։ Մենք հայտարարում ենք, որ թրիփի շրջանակներում մենք համաձայն ենք թրիփի ձևաչափի հետ, պայմանագրի տեքստի հետ համաձայն ենք, միակ տարբերությունը այն է, որ նոր երաշխիք ենք ուզում։ Մեզ թուղթ պետք չի Իլհամի հետ։ Մեզ պետք է թուղթ, որի տակ կա ստորագրություններ, բացի մեզանից եւ Ադրբեջանից, որտեղ մենք հնարավորություն կունենանք մեր տարածքային ամբողջականությունը պահենք։ Դա է իրական խաղաղությունը։ Մեզ պետք է ուժեղ դիվանագիտություն, որի միջոցով մենք պետք է ունենանք ուժեղ խաղաղություն, դռները փակ խաղաղություն։ Խաղաղություն, որ Սյունիքի դռները, ինչպես իրանք են ասում, չբացենք։ Պարոն Կարապետյան, մինչև ուժեղ Հայաստանի ուժեղ անվտանգության դրույթներին անդրադառնալը, կարծում եմ դուք էլ լսած կլինեք, որ միանշանակ չընդունվեց անվտանգության ձեր ծրագիրը, նաև քննադատություններ եղան, թե ինչու են օտարազգի մասնագետներ ներգրավել Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգերի նախագծման, այսպես ասած, շուրջ։ Ձեր մեկնաբանություն։ Տեսեք, երկու թիմ ենք մենք ներգրավել ենք հույներին եւ ներգրավել ենք Իսրայելի փորձը։ Հույների փորձը հատուկ ջոկատայինների հետ կապված էր, որ մեր երկրի ընդհանուր մարտական պատրաստվածության ուղղությամբ հույները կօգնեն մեզ հատուկ ջոկատայինների պատրաստման եւ նաեւ զինվորական թիմի Արթուր Ավանեսյանը գիտեք, որ մեր անվտանգային թիմի ղեկավարն է, Հայաստանի լեգենդար զինվորական, ուղղակի ով միշտ հաջողություններ է բերել հայկական բանակին, նրա գլխավորությամբ կստեղծվի հայկական նոր 21-րդ դարի զինված ուժերի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Իսրայելի մեր գործընկերոջը, մենք տեսնում ենք, մենք հավատում ենք, որ աշխարհի լավագույն փորձը պետք է մենք բերենք։ Պետք է բերենք, իսկ այսօր աշխարհի լավագույն փորձը իրենց մոտ է։ Պետք է հասկանանք ինչպես պաշտպանենք մեր հոտը։ Քանի որ հիշում եք Աբովյանում մի հատ անօթաչու հասել էր մինչև Երևանի մատույց։ Աստվածչանի կհասներ մինչև հրապարակ։ Մեզ պետք է նոր հակաօթային պաշտպանության համակարգ, աշխարհի յուրաքանչյուր երկրի հետ մենք պետք է համագործակցենք մեր զինվորի անվտանգությունը պաշտպանելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես դա կազդի, օրինակ ես հասկանում եմ հիմնական ինչի մասին են ասում, Իրանի հետ հարաբերություններին, ես վստահ եմ, Իրանի մեր գործընկերներն են վստահ, որ մենք կայուն գործընկերներ ենք ու ամեն անգամ մեր կարծիքը չենք փոխում։ Իրենք կարող են վստահ լինել եւ իրենք ես գիտեմ, որ վստահ են, որ մենք հայ եւ պարսիկ ժողովուրդների դարավոր բարեկամության միայն աջակցող ենք եւ կաջակցենք հետագայում էլ։
Դուք ասում եք, որ ուժեղ խաղաղություն ունենալու համար նաև պետք է ուժեղ դիվանագիտություն։ Այսօր պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիվերսիֆիկացրել է արտաքին քաղաքականությունը եւ հարաբերություններ է հաստատել թե աշխարհաքաղաքական կենտրոնների, թե տարածաշրջանային։ Ձեր այլընտրանքը ինչով է տարբերվում։ Շատ լավ են արել, իսկ այդտեղ կարող է լինել ինչ-որ այդ դիվերսիֆիկացիան մեզ բերում է անվտանգային երաշխիք, թե չէ։ Եթե կա դիվերսիֆիկացիա, չկա անվտանգային երաշխիք, մեր ազգին, մեր ժողովրդին, մեր երկրին այսօր առաջին ամենակարևոր երկու հարցերից մեկը անվտանգությունն է, երկրորդը աղքատությունը։ Եթե առևտրաշրջանառությունը Եվրոպայի հետ տասնյակ անգամ ավելի քիչ է, քան մյուս գործընկերոջ հետ, եթե անվտանգային երաշխիք չեն տալիս, ուրեմն նրանք չեն դիվերսիֆիկացրել, նրանք ուղղակի շոու են անում։ Իրական դիվերսիֆիկացիան գիտեք որն է։ Երբ որ մենք կարողանանք այնքան առևտուր ունենալ Եվրոպայի հետ, ինչքան ունենք այսօր ավանդական դաշնակիցների հետ։ Երկրորդ, իրական դիվերսիֆիկացիան գիտեք որն է, որ ունենանք ինչ որ երաշխավորություն, թե տնտեսական պատժամիջոցների, թե այլ այն երկրի հանդեպ, ով որևէ նկրտում կունենա Հայաստանի սուվերեն տարածքին։ Իրական դիվերսիֆիկացիան դա է եւ ոչ թե գնալ ձեռք սեղմել, նկարվել, հիշում եք մի հատ եվրոպական պաշտոնյա կար, որ եկավ ձեռք սեղմեց, նկարվեց, ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու Արցախում, վերջում տեսանք ինչ եղավ։ Մենք չենք ուզում մի հատ դուռ բաց թողնենք։ Այս պարագայում դուռը փակելու ճանապարհը ուժեղ խաղաղությունն է։ Եվ նաև դիվերսիֆիկացիայի առումով մենք պետք է առաջինը դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, որից հետո կգա նաև Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ավելի բարձր մակարդակի բարձրանալը, որտեղ տնտեսությունն է, որ թելադրում է բոլոր քաղաքական process-ները։ Առավել եւս այնպիսի աղքատ երկրում, ինչպիսի մեր հայրենիքն է։ Ուժեղ Հայաստան ունենալու համար ասում եք, որ պետք է ուժեղ սահման լինել, սահմանները այնպես կահավորված լինեն, որ մեր զինվորը անօթաչուից պաշտպանված լինի կամ հակառակորդի կրակից։ Այսօր Պաշտպանության նախարարությունը հաճախ տեսանյութեր է հրապարակում, որտեղ ցուցադրվում են նոր պաշտպանական բնագծերը, թե ինչպիսի կահավորանք ունեն։ Ուժեղ Հայաստանի առաջարկած ուժեղ սահման ծրագիրը ինչով է տարբերվում գործող համակարգերից։ Մասշտաբով։ Այն մասշտաբը, որ իրենք ցույց են տալի, իրենք ցույց են տալի ուղղակի նկարելու համար։ Արել են մի քանի հատ, որ նկարեն, բայց ով ծառայում է բանակում, ով շրջապատում մարդ ունի, որ ծառայում է բանակում, կասի, որ որակական մասշտաբային մեծ փոփոխություն չկա։ Խելացի սահմանա աշխարհի համար արդեն երկար տարիներ առաջնային ուղղություն է, ինչը դա իր մեջ ներառում, որ պոստ պահող զինվորը էլ պոստ չի պահելու, հենակետում է լինելու, պոստը պահելու է տեխնիկական միջոցների միջոցով, որպեսզի առաջի հակադրությունը ընդունի տեխնիկական միջոցը։ Աշխարհի գրեթե շատ երկրներ անցել են այդ ճանապարհով։ Մեր վերջի միջոցառման ժամանակ նաև ներկա էր եվրոպական ընկերություններից մեկի ներկայացուցիչը, ու մենք իհարկե չհրապարակեցինք անունը, ով մեզ ներկայացնում է նաև խելացի սահմանի տեխնոլոգիական սպասարկման ծրագիրը, ինչը դա իր մեջ ներառում, որ սահմանում պոստերում պետք է լինի տեխնիկա, իսկ դիրքերում, այսինքն հենակետային դիրքերում արդեն կլինեն հայ զինվորները սահմանից մի քիչ հեռավորության վրա, որպեսզի կարողանան որակական փոփոխություն տան, որակական պրոֆեսիոնալ բանակի ձևավորում լինի, ավելի հատուկ ջոկատայինների ոչի բանակի ձևավորում լինի, քանի որ դա է լուծելու այն հարցերը, որ կարող են լինել, բայց իհարկե ես ձեզ ասեմ, որ Հայաստանին խաղաղությունը ապահովելու է հայկական դիվանագիտությունը, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք կտեսնենք, թե մեր դիվանագիտությունը ինչ քայլեր է անելու, ինչ արագ են լուծվելու այն հարցերը, որ ծանծնվում են այս 8 տարի։ Բայց տեսեք, անդադ շարքում են, որ Սամվել Կարապետյանը հաջողակ բիզնեսմեն է, բայց հաջողակ բիզնեսմեն դեռ չի նշանակում լավ դիվանագետ լինել կամ լավ հարաբերություններ հաստատել։ Ինչպես է այս խնդիրը հաղթահարելու։ Տեսեք, բազմաթիվ երկրներով լինելով ազգությամբ հայ, լինելով ազգային քո ազգի ներկայացուցիչ, ով ում ընկերության անունը եղել է իր հայրենիքի անվամբ, իր հայրենի քաղաքի անվամբ, այսինքն դու այլ երկրներում աշխատել ես, լինելով ոչ այդ երկրի ներկայացուցիչ։ Այդտեղ այդպիսի բարձունքների հասնելու համար քեզ պետք է պայմանավորվելու մեծ ձիրքեր, որպեսզի քո շահերը առաջնահերթ, քո համայնքի շահերը առաջ տանես։ Եվ մենք տեսել ենք, որ չի եղել որևէ բանակցություն, որտեղից մեր շահերը երկրորդվեն։ Դա այն փորձն է, կորպորատիվ բանակցությունները այն փորձն են, որը հիմք են տալիս այսօրվա շատ երկրներին, թե տեսնում ենք, թե Արգենտինայի օրինակով, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակով, տարբեր երկրների օրինակով
արդեն աշխարհում տնտեսական գործիչներին են բերում որպես բանակցային հիմնական դիլ անողներ, այսպես ասած, որովհետև տնտեսության զարգացման հետ զուգահեռ բանակցությունները, տնտեսական բանակցությունները ել ավելի բարդ են դարձել եւ այդ ձիրքը, այդ փորձը շատ է օգնում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներկա իրավիճակում լուծել ամենասուր հարցերը։ Տնտեսական գործիչներ են էլի կորպորատիվ անձնավորություններ են, ովքեր լուծում են խաղաղության հարցերը աշխարհի տարբեր երկրներում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահը ունի շատ մեծ կապեր եւ այդ կապերը օգտագործվեց մեր դեմ։ Մեզ պետք է ղեկավար, ով ունի էլի շատ կապեր, որպեսզի հակադրվի եւ կարողանա հայկական շահերը առաջ տանի։ Ամենայն հարգանքով Հայաստանի մեր ընդդիմադիր դաշտի գործընկերների եւ նաեւ իշխանության այսօրվա ղեկավարը իր կապերով, ինքը սահմանափակ կապերով մարդ է, ինքը չունի այն կապերի բազան, ինչ ունի Իլհամ Ալիևը եւ չի կարողացել Հայաստանի համար ապահովի անվտանգություն։ Չի կարողացել այդ մարդը։ Դրա մասնագետը չէ, ինքը ոչ մի կապ չուներ, ոչ մի ռեսուրս չուներ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եվ մենք ընտրեցինք մարդ, ով չէր կարողանում մեր անվտանգությունը ապահովել։ Եվ պետք է թույլ չտանք, շարունակենք իր այդ ճանապարհ գնալ, որովհետև չի կարողանա, մարդը չունի այդ փորձը։ Մարդը եղել է թերթի խմբագիր, թե հաջողակ թե ոչ, արդեն մեր հայրենակիցները թող ասեն, ինչ ոչի թերթի, բայց այլ փորձ չի ունեցել։ Մենք պետք է հետագիծը նայենք, կապերը, հնարավորությունները, բանակցությունների արդյունքները նայենք։ Ինչն է իր բանակցությունների արդյունքները։ 4-5 տեղով ես դες նշեցի, թե ինչեր ենք մենք տվել իր բանակցությունների արդյունքում։ Ամեն ինչ տալիս ենք, զիջումները բանակցություններ չեն։ Եվ ամեն անգամ բերել, որ եթե էսի չանենք այսպես կլինի, այդպես չի աշխարհը աշխատում։ Կապերն են, որոնք ու լոբիստական կառույցները, որոնք որոշում են երկարաժամկետ խաղաղությունների հարցերը։ Այսօր Հայաստանը զենք զինամթերք է ձեռք բերում Հնդկաստանից։ Դուք իշխանություն ստանձնելու պարագայում պատրաստում եք այս գիծը շարունակել։ Այո, բայց մեր անվտանգային ծրագրերում 6 մենք ունենք խոստումներ, 6 խոստումներից ամենավերջինը դա տեղական ռազմական արդյունաբերության ձևավորումն է։ Ինչ է դա տալիս։ Դա մենք շատ մեծ միջոցներ ենք ծախսում Հայաստանի բանակի վրա եւ շատ ճգնաժամային իրավիճակներում հայտնում ենք մի իրավիճակում, երբ որ կարիք է լինում հայկական զորքերին արագ ապահովել տարբեր ռազմամթերքով եւ չենք կարողանում, քանի որ չունենք տեղական արտադրանք։ Հայկական ռազմաարդյունաբերության ձևավորումը դա 2-3 հիմնական լավ հարց է լուծելու Հայաստանի համար։ Առաջինը ապահովելու է Հայաստանի համար, հայկական բանակի համար մշտական անվտանգ մատակարարում։ Երկրորդը ստեղծելու աշխատատեղեր։ Երրորդը ապահովել է հարկեր Հայաստանի համար։ Ու չորրորդը նաեւ թույլ է տալու վաղ արտանումով զբաղվել։ Դա հայկական տնտեսության հիմքերից մեկը կարող է լինել, որի վրա մենք շեշտը դնելու ենք ու որը մենք լավ հասկանում ենք աշխարհի շատ միջազգային մեծ ընկերություններում, միջազգային ռազմական մեծ կորպորացիաների կամ սեփականատերեր, փայատերեր կամ տնօրեններ ազգության փայ են։ Իրենք իրենց փորձով շատերը կան, որ հայտնի մարդիկ են, կարող են մեր հայրենակիցները Google-ով նայել, տեսնել թե ովքեր են, նրանց մենք անձամբ ճանաչում ենք շատերին։ Նրանց փորձը մենք կներդնենք Հայաստանում, որպեսզի ձևավորենք տեղական ռազմական արդյունաբերություն։ Դա է Հայաստանի ապագան։ Մյուսը գործընկերների հետ դա որոշում է, որ երկրի հետ բանակցել ռազմական առումով որոշում է մեր ռազմական դոկտրինը։ Մեր ռազմական դոկտրինը եւ նաեւ մեր ռազմական մասնագետների թիմը, պարոն Ավանեսյանը եւ ամբողջ թիմը այդ հարցը երևի արդեն իրենք պետք է պատասխանեն։ Մեր համար կարևոր է, որ քաղաքականությունը չորոշի ռազմական նպատակարարությունը, այլ ռազմական նպատակարարությունը, խաղաղության նպատակարարությունը որոշի մյուս մեր բոլոր քայլերը։ Պարոն Կարապետյան, քանի որ շարունակվում է Իրան Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները, երեք համացանցում մի լուր կարդացի, որ Դուբայում գործող իրանցի գործարարների գործարար վիզաները չեղարկվում են, ուզում եմ հասկանալ, օրինակ հնարավորություն կա նման մասշտաբի գործարարների Հայաստան հրավիրելու եւ Հայաստանում ներդրումներ կատարելու համար։ Այո, եթե մենք ունենայինք տնտեսական գործիչներ, նրանք կազմակերպեին այս պահին մեծ միգրացիա գործարարների, որ գային Հայաստանում ձևավորեին տնտեսական պոտենցիալ Հայաստանի համար։ Սակայն մենք չունենք այդ գործիչները, մեր ղեկավարությունը ավելի կարևոր գործերով է զբաղված Հայաստանի սուջուխ, լուրջ հարցերով է զբաղված։ Այդ իսկ պատճառով ժամանակ չեն տրամադրի այդ մեծ հոսքին Հայաստան ներգրավելու համար։ Նաև կուզենայի մի քանի բան էլ ասել, որ շատ կարևոր է։ Առաջին իսկ օրվանից նոր կառավարությունը մի քանի կարևոր բան պետք է անի։ Անվտանգային առումով առաջի օրը
ուժեղ Հայաստանի կառավարությունը առաջի կառավարության նիստին ընդունելու է որոշում, որով բոլոր պարտադիր զինվորական ծառայության կոչվածները կստանան, ով արդեն տիրապետում է իր զենքին, կստանա աշխատավարձ։ Աշխատավարձով մենք մարդկանց համար, ընտանիքների համար կլուծենք ընտանիքների հարցը զինվորին պահելու։ Այս պահին զինվորին պահելը արդեն իսկ ծախս է, բայց հակառակը պետք է լինի, զինվորը կարողանա իրեն պահել։ Մենք ասում ենք, որ առաջին իսկ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու։ Առաջինը պարտադիր զինվորական ծառայության անցած մեր հայրենակիցները ունենալու են աշխատավարձեր, ով տիրապետում է, արդեն հենց տիրապետեց իր զինատեսակին։ Երկրորդը մեր տնտեսական ծրագրերից առաջին իսկ կառավարության նիստի ժամանակ մենք որոշում ենք կայացնելու հարկերը փոքր բիզնեսի համար սարքել 0%։ Առաջին իսկ նիստի ժամանակ ես ուզում եմ սա այստեղ նշել, որպեսզի մեր հայրենակիցները հիշեն, ֆիքսեն, իրենք կտեսնեն։ Եվ հետագայում նաև մենք ծրագրեր ունենք Հայաստանում մի շարք ուղղություններով ապահովել ամեն ներկայացնելու ենք նաև ամեն հաջորդ նիստին առաջի 100 օրը ինչ ենք անելու Հայաստանի համար, ինչ է դա փոխելու հայրենակիցների կյանքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։